Բացի այս խնդրից մի շատ կարևոր խնդիր նաև, որ բազմիցս դիմել եմ, երեք չէ առաջի օրը անգամ անցել եմ այս ճանապարհը մյուս կողմի վրա ոստիկանների հետ, բարեկային ոստիկանների հետ այստեղ զրույց եմ ունեցել մի քանի անգամ, ասել եմ տվեք ինձ կոնկրետ հասցեն, կոնկրետ մարդը, որին ես կարող եմ գնալ, հանդիպել իմ դիմումով դիմել, որովհետև 150 բնակիչ մինիմումը 4 շնչից բաղկացած այս 3 շենքում ապրում են, մանկական հիմնարկ մանկապարտեզ, 160 ծնող և պատկերացրեք ամեն ընտանիքից ոչ պակաս 2 երեխա հաշվեք, այստեղ ապրում և աշխատում են երեխաները սպառվում են այդ մանկական հիմնարկում և այնտեղ բուժ ամբուլատորիա, այս բոլոր տարածքից օգտվում են, մարդիկ ինչպես անցնեն այս ճանապարհը, քանի մահվան դեպքերի ելքով ավարտվեց դժբախտ պատահարներ, հասկանում եք? Հարգելի ընկեր Հովհաննիսյան ջան, հարգելի լրագրողներ, ես օֆիցիալ հայտարարում եմ, եթե երկուշաբթի օրը կառավարության անդամները մեզ դրական լուծում չտվեցին, մեր ժողովրդի պահանջը չիրականացրեցին, 25 համարը չպահպանվեց, մեր ամբողջ ժողովուրդը պալատները խփելու է Նիկոլի տանդեմը կայնելու ավելի փիս ակցիաներ անելու, շոշը փակելու է, չենք թողնելու ոչ մի բան, մենք հիմա հարգում ենք մեր ոստիկանների աշխատանքը, կյանքի գնով եմ ինիշ եմ գոջան դուրս եմ գալու, այո դիմելու ամեն տեսակ պայմանների ես չգիտեմ, ճանապարհ եմ փակելու։ Հիմա խնդրում եմ հարգելի պրոշացիներ, բոլորս դուրս են գալիս, գնում ենք մեր Մարոն Գաբրիելյանի մոտ գյուղապետարան մեր 20 հոգանոց թիմը ընտրելու, երկուշաբթի օրը 20 հոգին պետք է ներկայանա, եթե հարցի լուծում չտրվեց, մենք ավելի կոշտ գործողություններ ենք 25 համա, ուժ հարգելի լրագրողներ, շեշտեք, որ մեզ խոստացել են, որ մինչև մեզ իրանց հետ հանդիպումը այս հարցի լուծումը չկայանալը, որոշում չկայացնելը, Պրոշան Ավանի 25 համարը գործելու է, եթե դա նույնպես չգործեց, խաբեցին մեզի, ուրեմն մենք չունենք իրանց ընդհանրապես ոչ հարգելու, ոչ ենթարկվելու, ոչ լսելու։ Բոլոր երեխաներին էլ դուրս կբերենք մենք այստեղ։ Այո, մեծ ու փոքր այստեղ կանգնած կլինի։